Շնորհակալություն, այժմ տեղի կունենա քվեարկությունը։ Խնդրեմ համեցեք։ Բարման կարգով Գեղամ Մանուկյան։ Դահլիճում լրություն։ Պարոն Սիմոնյան, որպես ազգային ժողովի նախագահ, սա ազգային ժողով է, պատգամավորներն ունեն բոլոր իրավունքները, հարցեր տալու, հարցեր հնչեցնելու, գործադիրին քննադատելու, գործադիրին դատապետելու, եթե կուզեք, որտեղ սա ազգային ժողով է։ Եվ իրավունք չունի որևէ գործադիրի պաշտոնյա, թեկուզ ուսանողական նստարանից հետո չկայացած ասպիրանտուրայով բարձր պաշտոնի, որ այստեղ պատգամավորների հարցերին գնահատականներ տա։ Շնորհակալություն, մի րոպե։ Նախ եւ առաջ, պարոն Մանուկյան, Հայաստանի Հանրապետության փոխնախարարը իրավունք ունի ձեր տված յուրաքանչյուր հարցին պատասխանի, այնպես ինչպես ինքը կգտնի։ Եթե դա կոռեկտության սահմաններում է, դա թույլատրելի է, նույնը վերաբերվում է ձեզ, եւ դա ձեզ իրավունք չի տալիս որևիցե մեկին գնահատական տալ։ Եթե ես հիմա սկսեմ գնահատական տալ, օրինակ ասեմ դուք եկել եք պարլամենտ մի մարդու հետ, որ անգրագետ է եւ հայերեն գրել չգիտի, լավ կլինի հիմա հաճելի է ձեզ այս խոսակցությունը, կարող ենք շարունակել։ Չէ, բայց չի կարելի, ես էլ ավելի խորը կգնամ այդ խոսակցության մեջ եւ մենք արդեն փորձ ենք ունեցել, որ այդ խոսակցության մեջ դուք լավ իրավիճակում չեք հայտնվելու։ Ես ձեզ խոստանում եմ, որ չեք հայտնվելու։ Ոնց որ ես 5 տարվա մեջ չեք հայտնվել, էլի չեք հայտնվելու։ Հենց որ կոռեկտությունից ու ազգային ժողովի կանոնակարգից, կարգ ու կանոնից ներսում ով դուք, որ սեռական բնույթի հայոյանք եք գրում Facebook-ում, մարդկանց ովքեր որ քվեարկում են, գոնե պետք է չխոսեք։ Լռեք։ Պարոն, խնդրեմ, համեցեք։